Սաղմոս 78-րդ Աստված և իր ժողովուրդը Ասափի սաղմոս Ականջ դիր իմ օրենքին, ով իմ ժողովուրդ, խոնարհեցրեք ձեր ականջները դեպի իմ բերանի խոսքերը։ Ես պիտի առակով բացեմ բերանս, հին ժամանակի խրթին բաներ պիտի խոսեմ, այն որ լսեցինք ու ճանաչեցինք և մեր հայրերը պատմեցին մեզ։ Մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը և նրա զորություններն ու արած հրաշքները։ Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ և օրենք դրեց Իսրայելում, այն, որ պատվիրեց մեր հայրերին, որպեսզի սովորեցնեն իրենց որդիներին, որպեսզի նոր սերունդը և այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան, վեր կենան և պատմեն իրենց որդիներին, որ նրանք իրենց հույսը դնեն Աստծո վրա և չմոռանան Աստծո գործերը և պահեն նրա պատվիրանները, և իրենց հայրերի նման չլինեն ապստամբ և անհնազանդ ազգ, մի ազգ, որ իր սիրտը չպատրաստեց և իր հոգին հավատարիմ չէ Աստծուն։ Եփրեմի որդիները, որ զենք առած աղեղնավոր էին, պատերազմի օրը ետ դարձան, Աստծո ուխտը չպահեցին և մերժեցին, չգնացին նրա օրենքի համաձայն, և մոռացան նրա գործերը և նրա հրաշքները, որ ցույց էր տվել իրենց։ Նրանց հայրերի առաջ հրաշք արեց Եգիպտոսի երկրում Տայանիսի դաշտում, նա ծովը պատռեց և անցկացրեց նրանց և պարսպի պես կանգնեցրեց ջրերը։ Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց և ամեն գիշեր կրակի լույսով։ Վեմերը ճեղքեց անապատում և նրանց խմեցրեց, ինչպես հեղեղներից։ Առուներ հանեց վեմից և գետերի պես ջրեր ցած բերեց։ Բայց և այնպես դարձյալ մեղանչեցին նրա դեմ և անապատի մեջ դառնացրին Բարձրյալին։ Եվ Աստծուն փորձեցին իրենց սրտում, կերակուր խնդրելով իրենց անձերի համար։ Եվ խոսեցին Աստծո դեմ և ասեցին. «Միթե Աստված կարող է սեղան պատրաստել անապատում»։ Ահա վեմին զարկեց և ջրեր բխեցին, և առուներ հոսեցին։ Միթե կարող է հաց էլ տալ, միթե միս էլ կպատրաստի իր ժողովրդի համար։ Դրա համար էլ Տերը լսեց և խիստ բարկացավ, կրակ բորբոքվեց Հակոբի մեջ և բարկություն իջավ Իսրայելի վրա, որ չհավատացին Աստծուն և հույս չդրեցին նրա փրկության վրա։ Տերը վերևից հրաման տվեց ամպերին և բացեց երկնքի դռները, և անձրևի պես մանանա տեղաց նրանց վրա կերակուրի փոխարեն, և երկնքի ցորենը տվեց նրանց։ Մարդը հրեշտակների հաց կերավ, նա առատ կերակուր ուղարկեց նրանց համար։ Նա երկնքում բարձրացրեց արևելյան քամին և իր զորությամբ մոտ բերեց հարավային քամին, և փոշու պես միս թափեց նրանց վրա և ծովի ավազի պես թևավոր թռչուններ, և գցեց նրանց բանակի մեջ, բնակարանների 4 կողմը, և կերան ու խիստ կշտացան և ըստ իրանց ցանկության տվեց նրանց։ Իրենց ցանկությունից դեռ չէին դադարել, դեռ իրենց կերակուրը բերաններում էր։ Աստծո բարկությունն իջավ նրանց վրա և սպանեց նրանց զորավորներին և գետնին զարկեց Իսրայելի երիտասարդներին։ Եվ այսուհանդերձ էլի մեղանչեցին և չհավատացին նրա հրաշքներին։ Նա էլ նրանց օրերը սպառեց ունայնության մեջ և նրանց տարիները ահի ու վախի մեջ։ Երբ սպանում էր նրանց, խնդրում էին նրան, ետ էին դառնում և առավոտից փնտրում էին Աստծուն։ Եվ հիշում էին, թե Աստված իրենց Վեմն է և Բարձրյալ Աստվածն իրենց Փրկիչն է։ Կեղծավորություն էին անում նրան իրենց բերանով և իրանց լեզվով սուտ էին ասում նրան։ Եվ նրանց սիրտն ուղիղ չէր նրա առջև, և հավատարիմ չէին նրա ուխտին։ Բայց նա ողորմած էր, քավում էր անօրենությունը և չէր ապականում,
եւ շատ անգամ զսպում էր իր բարկությունը եւ չէր բորբոքում իր ամբողջ ցասումը։ Հիշում էր, որ նրանք մարմին են, քամի, որ գնում են եւ ետ չի դառնում։ Քանի անգամ նրան դառնացրին անապատում եւ բարկացրին նրան անջուր վայրում։ Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն եւ նեղացրին Իսրայելի սրբին։ Չհիշեցին նրա ձեռքն այն օրը, երբ իրենց փրկեց թշնամուց, երբ իր նշաններն արեց Եգիպտոսում եւ իր հրաշքները Տայնիսի դաշտում, եւ արյան փոխեց նրանց գետերը եւ առուները, որ չկարողանան խմել։ Շնաճանջեր ուղարկեց նրանց վրա, որ նրանց ուտեն, եւ գորտեր, որ ապականեն նրանց, եւ նրանց պտուղները մատնեց թրթուրին, եւ նրանց վաստակը մորեխին, նրանց խաղողի որդերը փչացրեց կարկուտով, եւ նրանց թզի ծառերը եղյամով, նրանց անասունները մատնեց կարկուտին, եւ նրանց հոտերը կայծակի կրակին, իր բարկության բոցն ուղարկեց նրանց վրա, ցասում, զայրույթ եւ նեղության չարիքների հրեշտակներ ուղարկելով։ Ճանապարհ պատրաստեց իր բարկության համար, նրանց անձերը չպահեց մահից եւ նրանց կյանքը մատնեց ժանտախտի։ Եվ բոլոր առաջնեկ որդիներին սպանեց Եգիպտոսի մեջ, զորության առաջին պտուղները քամի բնակարաններում, ոչխարների պես հանեց իր ժողովրդին եւ նրանց հոտի պես տարավ անապատի մեջ։ Եվ ապահով առաջնորդեց նրանց, եւ նրանք չվախեցան, իսկ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։ Նրանց տարավ իր սրբության սահմանը, այն սարը, որը ձեռքը բերեց իր այս ձեռքը։ Ազգեր վռնդեց նրանց առջևից եւ հողեր բաժանեց նրանց իբրև ժառանգություն։ Եվ Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց բնակարաններում, բայց նրանք փորձեցին եւ դառնացրին Բարձրյալ Աստծուն եւ չպահեցին նրա վկայությունները։ Իրենց հայրերի պես ետ դարձան եւ նենգություն արեցին, ետ դարձան ծուռաղեղի նման։ Եվ նրան բարկացրին իրենց բարձր տեղերով եւ իրենց կուռքերի պատկերներով շարժեցին նրա նախանձը։ Աստված լսեց եւ բարկացավ եւ շատ անարգեց Իսրայելին։ Մերժեց Սելովի բնակարանը, այն խորանը, որի մեջ բնակվում էր նա մարդկանց մեջ։ Գերության մատնեց նրանց զորությունը եւ իր փառքը թշնամիների ձեռքը։ Իր ժողովրդին սրի մատնեց եւ խիստ բարկացավ իր ժառանգության վրա։ Կրակը կերավ նրա երիտասարդներին եւ նրա աղջիկների համար հարսանյակ երգ չերգեցին։ Նրա քահանաներն ընկան սրով եւ նրա որբի վայրինները չկարողացան սուգ անել։ Բայց Տերը կարծես թե զարթնեց քնից, ինչպես զորավոր մարդն է սթափվում գինուց։ Զարկեց իր թշնամիների թիկունքին եւ հավիտենական նախատինք տվեց նրանց։ Հովսեփի բնակարաններն անարգեց եւ չընտրեց Եփրեմի ցեղը, այլ ընտրեց Հուդայի ցեղը եւ Սիոնի սարը, որ սիրեց։ Իր սրբարանը շինեց բարձր տեղերի նման եւ այն հաստատեց հավիտյան, ինչպես երկիրը։ Ընտրեց իր ծառա Դավթին եւ նրան վերցրեց ոչխարների փառախից։ Ծիծ տվող ոչխարների մոտից տարավ նրան, որ կառավարի իր Հակոբ ժողովրդին եւ իր Իսրայել ժառանգությունը։ Եվ նա առածացնում էր նրանց սուրբ սրտով եւ իմաստության ձեռքով առաջնորդում էր նրանց։